Հայաստանի Հանրապետության մեծարգո պարոն նախագահ, մեծարգո պարոն վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի նախարարներ, պատգամավորներ, ծերդ գերազանցություններ, հարգարժան հյուրեր։ Մեծ պատիվ ունեմ ձեզ ողջունելու Երևանում, Երևանյան երկխոսության երկրորդ միջոցառմանը մասնակցելու արդիվ։ Մենք խորապես հպարտ ենք ձեզ մեր մայրաքաղաքում հյուրընկալելու այսպիսի ժողովի շրջանակում, որը ձգտում է լինել ավելին, քան պարզապես համաժողով։ Հարթակ մտորումների, համագործակցության եւ հեռանկարայնության համար։ Քիչ առաջ էկրանին դիտեցիք, թե ընդամենը 2 շաբաթ առաջ նավարկելով անհայտության միջով վերնագրի ներքո ինչպես պատկերեցինք աշխարհը փոխող վերջին զարգացումներից մի քանիսը։ Ակնհայտ է, թե ընդամենը 2 շաբաթվա ընթացքում որքան թարմացումներ են անհրաժեշտ, քանի նոր նշանակալի իրադարձություններ են տեղի ունեցել եւ դեռևս անհայտ է, թե ինչպես կզարգանան այդ իրադարձությունները վաղը։ Ականատես եղանք որոշակի դրական եւ քաջալերող զարգացումների, բայց զուգահեռ նաեւ նկատեցինք, թե քանի պայմանավորվածության շուրջ համաձայնություն ձեռք բերվեց կամ չբերվեց։ Դեռևս անհայտ է, թե ընդամենը 14 օրվա ընթացքում քանի հիբրիդային հարձակում է իրականացվել, քանի տուն է ավերվել շարունակվող հակամարտությունների պատճառով եւ քանի կյանք է խլվել։ Այս տարվա թեման նավարկելով անհայտության միջով ուղղակիորեն արտացոլում է մեր ժամանակների ոգին։ Աշխարհը ենթարկվում է սեյսմիկ փոփոխությունների, աշխարհաքաղաքականության, տնտեսության, տեխնոլոգիաների եւ կլիմայի առումներով։ Ներկայիս փոթորկահույզ իրավիճակում ազգերը կորցնում են իրենց կողմնացույցը, եւ այդ փոփոխությունների վերաբերյալ միայն մեկ բան է հաստատ։ Բոլորս գիտենք, որ այդ փոփոխությունների ձևավորած ուղին եւ վերջնական հանգրվանը շարունակում են բացարձակապես անհայտ մնալ։ Վերջին մի քանի տարիներին շատ ենք խոսել աշխարհում տեղի ունեցող անորոշությունների, անսովոր երևույթների եւ զարգացումների մասին, այնպիսի բաների մասին, որոնց դրսևորման հավանականությանը երկրորդ աշխարհամարտից հետո ոչ ոք չէր կարող հավատալ։ Ժամանակի որոշակի պահի դրությամբ հաստատված միջազգային կարգի հիմքերը լարվածություն են կրում։ Միջազգային իրավունքի սկզբունքները, այդ թվում տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը, որոնք ժամանակին սրբազան էին համարվում, կորցրել են իրենց կշիռը։ Այժմ դրանք թվում են պարզապես գեղեցիկ բառեր, որոնք ամրագրվել են հռչակագրերում եւ կանոնադրություններում, սակայն շատ հաճախ ապարդյուն։ Դաշինքները կորցնում են իրենց ամբողջականությունը, երբեմնի անսասան կապերը խարխլվում են։ Նախկին հակառակորդների շահերն անսպասելիորեն մոտարկվում են, խոցելի դարձնելով պայմանագրով պարտավորված դաշնակիցներին եւ փոխելով խճանկարը։ Միջազգային կոնսենսուսը խաթարվում է աշխարհաքաղաքական լարվածությունների աճի ֆոնին։ Միջուկային սպառնալիքների վերաբերյալ հռետորաբանությունը կրկին է ի հայտ եկել համաշխարհային խոսույթում, վերադարձնելով անցյալ 100-ամյակի խորագույն վախերից մի քանիսը։ Եվրամիությունը, որը ծնվել է որպես տարածաշրջանային տնտեսական ինտեգրման համայնք, բայց առաջին հերթին որպես խաղաղության նախագիծ, դիտարկում է ներկայումս Եվրոպայի վերազինման ReArm ծրագրի հնարավորությունը, որը նպատակ ունի զգալիորեն ավելացնել պաշտպանական բյուջեն։ Ականատես ենք լինում արտասիրական ճգնաժամի խորը վերքերին, երբ սովը համակել է համայնքներին, խաթարվել են մատակարարման շղթաները եւ աբեկչության, ատելության խոսքի եւ անհանդուրժողության ստվերները սպառնում են մարդկային արժանապատվության եւ համակեցության հիմունքներին։ Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքերի առաջ եւ մենք դա տեսել ենք սեփական փորձով մեր սահմաններին մոտ։ Տառապանքն Ուկրաինայում եւ Գազայում մեկուսի դեպքեր չեն, դրանք նաեւ համակարգային ձախողումների արտացոլանքն են։ Հիբրիդային պատերազմի երբեմնի ուրվականն այժմ դարձել է անհերքելի իրականություն։ Ապատերեկատվությունը եւ կեղծ լուրերը դառնում են զենքեր, որոնք իզորու են խարխլել ժողովրդավարության կարևորագույն հիմքերը։ Առևտրային պատերազմները սրվում են, սնուցվելով աննախադեպ մաքսատուրքերի սահմանմամբ։ Արհեստական բանականությանը տիրապետելու մրցավազքում գնալով ավելի հաճախ է մոռացության մատնվում էթիկական կողմը, իջիկ դարձնելով պաշտպանիչ երաշխիքները եւ շրջանցելով վերահսկողությունը, այդպիսով խորացնելով անկանխատեսելի ապագայի հետ կապված անհանգստությունը։ Արագանում են էներգիայի նոր աղբյուրների փնտրտուքները, համաշխարհային տնտեսությունը եւ միլիոնավոր մարդկանց առօրյա կյանքը վերափոխելու ներուժով։ Կլիման այլևս չի հետևում սեզոնների մեծանոթ օրինաչափություններին։ Մի տարի ավելի շատ է հալվում, մյուս տարի ավելի շատ սառչում։
Այսպիսով մարդկությունը կանգնած է մեծ անհայտության առաջ։ Սա հասկանալով է ստեղծում է քաոսի տպավորություն եւ խոճապի զգացում առաջացնում անհատների, ընտանիքների, ազգերի շրջանում։ Սակայն սա առաջին անգամը չէ, որ մենք անցնում ենք անհայտության միջով։ Ոչ վաղ անցյալում COVID-19 համավարակի օրերին մարդկային կյանքի կորստի մասշտաբները եւ դրա հետ կապված վախերը կտրուկ եւ հանկարծակի աճեցին, վերափոխելով ամեն ինչ։ Միջանձնային հարաբերություններից եւ կենսապահովման միջոցներից մինչեւ աշխատաշուկայի կառուցվածքը եւ նույնիսկ մեր մտածելակերպը։ Ոչ ոք չգիտեր, թե ինչ տեսք կունենար աշխարհը համավարակից հետո, սակայն պատմությունը մեզ հիշեցնում է, որ աշխարհը նախկինում էլ է բախվել նման ծանր համաճարակների տարբեր մասշտաբներով, ավելին տեղեկատվական մեկ այլ դարաշրջանում, հիշենք Սև մահը եւ իսպանական գրիպը, ի թիվս այլոց։ Երկու համաշխարհային պատերազմները, չնայած դրանց պատճառած աղետալի մարդկային կորուստներին, խթանեցին տեխնոլոգիական նորարարություններ, որոնք հեղափոխեցին բժշկությունը, կապը եւ տրանսպորտը։ Այսօր արհեստական բանականությունը, վերափոխելով արդյունաբերությունը, վերացնում որոշ մասնագիտություններ եւ վերաիմաստավորում աշխատանքի բուն բնույթը, մեզ հիշեցնում է արդյունաբերական հեղափոխության ժամանակները, երբ ի հայտ եկան արտադրական գործընթացի կազմակերպման առաջին մեթոդները։ Մեր օրերում հայտնի այն պարզ ճշմարտությունը, որ երկրագունդը պետեփվում է արեգակի շուրջը, ժամանակին լրջագույն հայտնագործություն էր, որը մարտարավեր նետեց ողջ աշխարհ հայացքին։ Այս անհայտությունն այնքան անհավատալի եւ վախեցնող էր, որ տեսության կողմնակիցներից մեկին Ջորդանո Բրունոին անգամ այրեցին խարույկի վրա։ Երբ հայտնաբերվեցին նոր մայրցամաքներ եւ տարածքներ, ինչպիսին Ամերիկան էր, անհայտության եւս մեկ շերտ ավելացավ, վերաձևելով համաշխարհային գիտակցությունը։ Անհայտ օվկիանոսներ հատած ծովագնացներից մինչև մեր ամենավաղ նախնիները, որոնք դուրս էին գալիս իրենց ծանոթ որսորդական տարածքներից, մարդկությունը միշտ կանգնած է եղել անհայտության եզրագծին։ Անհայտության մեր հետազոտությունը սկիզբ է առնում վաղ Homo sapiens-ից, որը պատահաբար բացահայտեց շատ վտանգավոր անհայտության կրակի ուժը։ Այսպիսով, սա աշխարհի վերջը չէ։ Եվ եթե որոշ մարդիկ կարծում են, թե մենք մոտ ենք աշխարհի վերջին կամ ներկայիս իրականությունը նկարագրում են որպես այդպիսին, ապա հնարավոր է, որ սա պարզապես այն բազմաթիվ աշխարհի վերջերից մեկն է, որոնցից հետո մենք շարունակել ենք ապրել։ Մարդկությունը մշտապես ցուցադրել է այն, ինչ Նասիմ Նիկոլաս Թալեբը անվանում է հակափխրունություն։ Մենք ոչ միայն հաղթահարում ենք ստրես փորձությունները, այլև ուժեղացած ենք դուրս գալիս դրանցից։ Դիմացկունը դիմանում է ցնցումներին եւ մնում նույնը։ Հակափխրունը դառնում է ավելի լավը։ Դա կիրառելի է անգամ անձնական մակարդակում։ Մեզնից յուրաքանչյուրը ավելի ուժեղ եւ հակափխրուն է դարձել որոշակի ճգնաժամ, ցնցում կամ անձնական ողբերգություն հաղթահարելուց հետո։ Մենք վախեցել ենք գիտական առաջընթացից, սակայն արդյունքում հայտնվել ենք ավելի հարմարավետ միջավայրերում, ապրել ավելի առողջ եւ ավելի երկար։ Մենք ավելի շատ գիտելիք, ավելի լավ գործիքներ եւ ավելի ուժեղ միջոցներ ունենք աշխարհով միմյանց կապակցվելու համար, քան երբևէ։ Եվ իսկապես բազմաթիվ առումներով մենք այսօր ապրում ենք մարդկության պատմության ամենաառաջադեմ դարաշրջանում։ Եվ այո, այսօր մեր առաջ ծառացած անորոշությունը մեծ է, բայց մենք ավելի պատրաստված ենք, քան երբևէ նախկինում, քան նախորդ որևէ սերունդ։ Ավելին, տեկտոնական փոփոխությունները նաև հնարավորություններ են բացում առաջադիմական զարգացման համար։ Եթե մենք բավականաչափ խելացի եւ իմաստուն լինենք առաջխաղացման ուղին լուսավորելու եւ անհայտության միջով նավարկելու համար։ Սիրելի բարեկամներ, Հայաստանը հստակորեն նախանշել է առաջարժվելու ուղին։ Հաղթահարել առճակատումը եւ խորացնել համագործակցությունը, ամրապնդել կապակցվածությունը եւ խթանել կայուն տնտեսական աճը, բարելավել հարմարվողականությունը եւ նորարարությունը, ամրապնդել ժողովրդավարությունը եւ իրավունքի գերակայությունը, կենտրոնանալով մարդկային կապիտալի զարգացման վրա։ Մեր քաղաքացիների համար նման միջավայր ստեղծելը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Եվ նույն ժամանակ մենք համարում ենք, որ մեր առջև բացվող նոր հնարավորությունները կախված են միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վերականգնումից, ամրապնդելով սիներգիան բարոյական կողմնացույցի եւ հիմնական արժեքներին հավատարմության միջև եւ համարձակ որոշումներ կայացնելու ունակությունից։ Մեր տարածաշրջանում մենք վճռորոշ ընտրություն ենք կատարում։
կառուցել ապագա, որը ձևավորող է ոչ թե անցյալի վիրավորանքն է, այլև լավատեսությամբ և հույսով լի տեսլականը, որը խարսխված է իրական հնարավորությունների վրա։ Պատմությունը հայտնի է։ Այն չի կարող մոռացվել։ Այն չի կարող վերաշարադրվել, այդ թվում կեղծ պատմույթների միջոցով, ինչպիսիք ոմանք կձգտեն տարածել, և թեպետ սպիները մնում են և ամոքումն ընթացքի մեջ է, մենք պետք է առաջ շարժվենք դեպի ավելի լավ ապագա։ Այնուամենայնիվ մենք գիտենք, որ խաղաղությունը հեշտությամբ չի տրվում։ Այն շարունակական գործընթաց է, որն առաջ է մղվում խիզախ դիվանագիտությամբ, փոխըմբռնմամբ և վստահության կառուցմամբ։ Հայաստանի տեսլականը հստակ է։ Մեր հարևաններից երկուսի հետ հարաբերությունների կարգավորում միմյանց ինքնիշխանության նկատմամբ լիակատար հարգանքով և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով և որևէ մեկի կողմից ներկայացվող տարածքային պահանջների անվերապահ մերժմամբ, ինչպես նաև մյուսների հետ ունեցած ավանդական բարիդրացիական հարաբերությունների խորացում։ Նավարկելով հարափոխ աշխարհաքաղաքական լանդշաֆտում Հայաստանը շարունակում է անսասան մնալ տարածաշրջանից անդին իր ունեցած գործընկերությունների ամրապնդման հարցում։ Ամուր և ռազմավարական գործընկերություններ ենք հաստատել Միացյալ Նահանգներից մինչև ամբողջ Եվրոպա և Ասիայի տարածքում։ Միևնույն ժամանակ ակտիվորեն խթանել ենք ընդլայնված ավելի լայն կապակցվածությունը, ճանաչելով մեր երկրի եզակի դիրքը քաղաքակրթությունների և առևտրի իսկական խաչմերուկում։ Մենք հավասարապես հանձնառու ենք մեր ներդրումն ունենալու համընդհանուր մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ գործադրվող գլոբալ ջանքերի մեջ։ Կենսաբազմազանության հարցերով COP17-ը Երևանում անցկացնելու համար Հայաստանի հաջողված հայտը, ինչպես նաև վերջերս հայտարարված Եվրոպական քաղաքական համայնքի 2026-ի գարնանը կայանալի գագաթնաժողովը վկայում են միջազգային ասպարեզում մեր աճող պատասխանատվության և ներգրավվածության մասին։ Հարգելի հյուրեր, այսօր մենք հրավիրել ենք որոշում կայացնողներին, մտածողներին, ակտիվիստներին և ձեռնարկատերերին ոչ միայն գաղափարներ փոխանակելու, այլև իրագործելի հեռանկարներ ձևավորելու համար։ Այս տաղլիճում, որտեղ հավաքվել են տարբեր ազգերի և ոլորտների ներկայացուցիչներ, մենք ունենք գաղափարներ, որոնք նախատեսված են ոչ միայն ապագային արձագանքելու, այլև ապագան կերտելու համար։ Երևանյան երկխոսությունը կարող է խթանել տարամիտվող, բայց միևնույն ժամանակ նաև զուգամիտվելու ներուժով հղի պատասխաններ, և որ ավելի կարևոր է, առաջարկել կոնկրետ բանաձևեր և լուծումներ։ Զարմանալի չէ, որ այս տարի մենք հատուկ հարթակ ենք տրամադրել երիտասարդներին, իդեմս երիտասարդ գործընկերներ ծրագրի։ Երիտասարդ առաջնորդների տեսակետները ոչ միայն արժեքավոր են, այլև կենսականորեն կարևոր։ Նրանք, ովքեր ժառանգելու են վաղվա աշխարհը, թարմ մոտեցումներ են բերում այսօրվա մարտահրավերներին։ Մեզ պետք են նրանց հենց այդ որակները՝ քաջատեղյակությունը, թվանշային աշխարհին, գլոբալ մակարդակով կապակցվածությունը և նորարարական մտածողությունը։ Ամփոփելով կցանկանայի նշել հետևյալը. անհայտության միջով նավարկելը միայնակ ջանք չէ։ Դա համատեղ ճանապարհորդություն է։ Հայաստանը ձեռք է մեկնում բոլոր նրանց, ովքեր պատրաստ են քայլել այս ճանապարհով ազնվությամբ, երևակայությամբ և աշխարհի մասին այնպիսի ընդհանուր տեսլականով, որը մեկուսացման փոխարեն ողջունում է ներառումը, չիմացության փոխարեն իմաստնությունը, իսկ առճակատման փոխարեն համագործակցությունը։ Այս երկու օրերի ընթացքում բոլորիս մաղթում եմ մտախոհ և ազդեցիկ զրույցներ։ Շնորհակալություն։